Լոս Անջելեսում կրակոցներ մեքսիկացիների եւ ադրբեջանցիների միջև խոսակցություններ կան, որ նաեւ ներկային եղել հայեր։ Միացյալ Նահանգներում մեր աղբյուրները մեզ տեղեկացրեցին հետեւյալը, որ գիշերով Լոս Անջելեսի կենտրոնում դաունթաունում տեղի են ունեցել կրակոցներ, որի մասնակցություն են ունեցել ազգությամբ ադրբեջանցիներ 5 հոգի եւ 4 հոգի մեքսիկացիներ, նկատվել են նաեւ հայերին պատկանող մեքենաներ այդ տարածքում եւ ինչ է պատահել։ Հայկական հանցագործ աշխարհին հասել են տեղեկատվություններ, որ ադրբեջանցիները փորձում են այն բիզնեսներում, որոնք իհարկե նաեւ սև բիզնեսներ են համարվում, այսինքն սև աշխատանքներ, օրենքից դուրս աշխատանքներ, այդ գործունեությունը, որը բերում է միլիոնավոր դոլարներ որոշ մարդկանց, հայերի տեղը փորձում են ներգրավել ադրբեջանցիներ եւ այդ անօրինական գործարքները, որոնք հիմնականում նաեւ մեքսիկացիների հետ է տեղի ունենում, ավելի լավ առաջարկներ են արել մեքսիկացիներին։ Մեքսիկացիները հրաժարվել են հայերից ու անցել են ադրբեջանցիների հետ գործարքների, այսինքն այն ինչ որ պետք է հայերը տային իրանց կամ անեին իրանց համար, ավելի լավ գնով խոստանում են ադրբեջանցիները, մեքսիկացիները վճարում են համապատասխան գումարը եւ չեն ստանում այն ինչի համար որ վճարել են։ Եվ այդ կրակոցներն իհարկե դրանց հետևանքներն էր։ Արդյունքում նաեւ այս ամենին խառնվում են հայերը, որ մեզանից հրաժարվել եք, հետո գալիս էլի մեզ ասում եք եկեք միասին աշխատենք, այն պատճառով որ գտել էիք ավելի մատչելի մատակարարներ կամ գործանողներ։ Իհարկե մենք չենք ուզում նշել թե կոնկրետ ինչի մասն է խոսքը, բայց շատ շատերը իհարկե հասկանում են։ Եվ հայերը հրաժարվում են այլևս աշխատել այդ մեքսիկացիների հետ նույն գնով եւ ավելի թանկ գին են ասում ու ասում են վերջ, կամ ուզում եք այս գնով կամ չենք աշխատում։ Եվ այստեղ խոսքը բնականաբար նրա մասին է, թե ադրբեջանցիները Ռուսաստանում, Եվրոպայում եւ նաեւ արդեն Լոս Անջելեսում փորձում են ամեն կերպ ներգրավել այն ամեն ինչում, որտեղ որ հայերը հաջողություն ունեն եւ փող են աշխատում կամ չգիտեմ ուրիշ գործունեությամբ են զբաղվում եւ այդտեղ գրանցում են հաջողություն, հանցագործ աշխարհում եւս ունեն հաջողություն, դա որևէ մեկը չի կարող հերքել։ Շոու բիզնեսում ունեն որոշակի հաջողություն, բիզնեսներ են դրել ունեն որոշակի հաջողություն եւ այդ ամենը պետական մակարդակով Ադրբեջանը փորձում է փոշիացնել, փորձում են գրավել հայերի տեղը հենց այդտեղ եւ հայերը սա հասկացել են եւ անդադ փորձում են իրենք էլ հակազդել ադրբեջանցիների գործողություններին, նրանք ընդհանրապես Լոս Անջելեսում բավականին քիչ են, բայց ոնց հասկանում ենք շատանում են եւ Ալիևն է այդ ամենը հենց կազմակերպում ադրբեջանցի միլիոնատերերին տեղավորելով Լոս Անջելեսում, որ այնտեղ ստեղծվի ադրբեջանցի համայնք, որը բնականաբար ազդելու է հայ համայնքի վրա եւ նաեւ ազդելու է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի նկատմամբ որոշումների վրա, եթե Ամերիկան այսօր հաշվի առնում հայկական համայնքի մեծությունը Լոս Անջելեսում եւ Ամերիկայի ողջ տարածքում եւ Հայաստանի հանդեպ որոշակի առումներով նաեւ զիջումների է գնում, Հայաստանին օգնում է ֆինանսապես եւ նաեւ քաղաքական հարցերի շուրջ, մենք ունենք բարեկամական հարաբերություններ, Ալիևը նախանձում է եւ նաեւ այստեղ կա ռազմաքաղաքական նշանակություն ունեցող հարցեր, որ հայկական համայնքին ճնշելը իր համար առաջնային է, որովհետև հայկական սփյուռքը այսօր Հայաստանի Հանրապետության համար 1 գործընկերն է, թե ռազմավարական, թե քաղաքական, թե ֆինանսական բոլոր առումներով։ Հայաստանի Հանրապետության ողնաշարը Հայաստանի սահմաններից դուրս դա ոչ մի այլ պետություն չէ, դա միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող հայ ժողովուրդն է, մեծ սփյուռքն է։ Իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ ծանր։ Թուրքական իշխանությունների կողմից արգելափակվել են ընդդիմադիր ակցիաների հեռարձակումները, որպեսզի ճնշումներ գործադրեն ընդդիմադիրների նկատմամբ եւ այդ ամեն ինչը հանրությունը չիմանա եւ փորձեն թաքցնել նաեւ այդ ցույցերի մասնակիցների քանակությունը, որը իսկապես բավականին մեծ է։ Հիմնական ցույցերը տեղի են ունենում Ստամբուլում։ Միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ եւ արդյոք Էրդողանը պատրաստվում է
գնալ զիջումների։ Այդ ցույցերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ որ կալանավորվեց Ստամբուլի քաղաքապետը։ Իշխանական աղբյուրները պնդում են, որ Էրդողանը կշարունակի պաշտպանել իր իշխանությունը եւ կշարունակի մնալ իշխանության ղեկին, ամեն կերպ ճնշումներ գործադրելով ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը իրանց համար արդեն մահացած է եւ պետք է հեռանա։ Այժմ ներկայացնում ենք Թուրքիայի ընդդիմադիր գործիչներից մեկի խոսքերը։ Նա այլևս սպառել է իրեն որպես երկրի ղեկավար։ Նրա քաղաքական թիմը այլևս վստահություն չունի։ Էրդողանը դարձավ երկրի ղեկավար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հաղթելով բավականին քիչ տարբերությամբ, եւ սա իհարկե այն պետական լծակներն էր, որը նա օգտագործել էր իշխանությունը զավթելու համար։ Մենք կարծում ենք, որ նա չի ընտրվել որպես նախագահ, նրանք երկրորդ փուլով միայն վերջին պահին կարողացան ինչ-որ լծակներ օգտագործելով ընտրությունների արդյունքները թեքեն դեպի իրենց կողմը, ինչը որ ավելի նյարդայնացրեց Թուրքիայի ժողովրդին։ Ընդդիմադիրների ձերբակալումը եւ նրանց նկատմամբ տարբեր հետապնդումները բերեցին նրան, որ ամբողջ Թուրքիայի տարածքով այժմ տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց կողմից բազմահավաք ցույցեր, եւ որը արդեն իսկ սարսափեցնում է Էրդողանին։ Իհարկե մենք նաեւ սպասում ենք գործողություններ նրանց իշխանությունների կողմից այդ ցույցերը լրացնելու կապակցությամբ, բայց միանշանակ պնդում ենք, որ Էրդողանը այլևս երկրի ղեկավար չէ եւ երկիրը ղեկավարվում է ժողովրդի կողմից։ Ժողովրդին միայն պետք է երկարացնել ձեռքը եւ հասցնել երկրի ղեկին, որը սխալմամբ հայտնվել է մեկ այլ անձնավորության ձեռքերում, որը այդ ամեն ինչը բավականին սխալ է օգտագործում։ Եվ այսպիսով Թուրքիայում Էրդողանը այլևս չունի այն վստահությունը, որը ուներ։ Միացյալ Նահանգների կառավարությանն է խնդրել Էրդողանը, որպեսզի իրեն աջակցեն եւ դրանով ցույց տա, որ ինքը տարածաշրջանում եւ Թուրքիայում շատ կարեւոր դեմք է եւ առանց իրա Թուրքիան կկործանվի եւ առանց իրա տարածաշրջանը կկորցնի Էրդողանի նման փորձառու ղեկավարի։ Ամերիկան որոշակի հայտարարություն էր արել, բայց դա իհարկե այն պատճառով, որովհետեւ այսօր գործարքներ կա Էրդողանի հետ եւ Էրդողանը պետքա դրանք կատարի, եւ եթե Էրդողանը հեռանա, այդ գործարքները ոչ թե չեն կատարվի, այլ ուղղակի կերկարաձգվեն միջև գա նոր ղեկավարություն, միջև լեզու գտնեն այս նոր ղեկավարության հետ, այդ ամեն ինչը միգուցե դառնա այլևս անիմաստ։ Դրա համար թե Ամերիկային, թե բոլոր այն երկրներին, որոնց հետ Էրդողանը գնացել է գործարքների, բնականաբար ձեռնտու է Էրդողանի մնալը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը,